կատակոցների տակ ապրում են, եւ ներկայային պատուհանները լուսանկարել են ուղարկել են թե Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, մի անգամ գնացեք Սյունիք, ինքներդ վերցրեք այդ մարդկանցից ինտերվյու եւ իմացեք ինչի վիճակը։ Մարդիկ մեզ ինտերվյուից բացառում են ասում են ոչ խնածախում գնացել են բոլոր եկեք խնդրում եմ վերջացնենք դուք հարցրել եք ինչպես է անցել Սյունիքի այցը ես ձեզ ասում եմ շատ լավ գնացեք տեսեք ես ուրախացած եմ որ կազմակերպած չէ ոչ սպոնտան մի բան ասեմ Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստի ժամանակ ասում է բանը գծում են ասում են որտեղ պետք է կանգնեմ հետ պետք է խոսեմ ասում են ինքը կանգնում է այնտեղ ցանկանում է ու շատ անգամ մենք կանգնել ենք այդ որ դուք ասում գծված ճանապարհով ոչ սպոնտան իջնում էր եւ մարդիկ էին ուզում մարդիկ էին կանգնում էր հա որը այդ հրապարակումներում մի հատ դժգոհ Բա ինչու է միայն մեզ դժգոհում չգիտեմ ինձ էլ հարցը չգիտեմ այսինքն բոլոր սյունեցիները գոհ են Նիկոլ Փաշինյանից նրա կատարած աշխատանքներից բոլորը բայց ում հետ մենք հանդիպել ենք բոլորը դե ձեր մարդկանց եք տարել դրանից է հանձնաժողովից եք ինչ շատ հետաքրքիր է Սամվել Վարդանյանին խոշտանգում են հարցնում են ուր է Տիկին Ղազարյանը մարդու իրավունքների հանձնաժողովից է չեն հարցնում ուր է ինչ պետք է Տիկին Ղազարյանը անում է կներեք եկեք հիմա դրա մասին չխոսենք որը մեզի օչակում ծեծում են լրագրողների ձեռքերը բռնության ենթարկվում ուր է Տիկին Ղազարյանը խնդրում եմ եկեք սադրանքներ չանեք Տիկին Ղազարյան դուք չկաք դուք հանձնաժողովից եք մարդու իրավունքների հանձնաժողովից ինչ որ պետք է մենք անում ենք վաղակիստերի կլսեք ինչ եք անում անձամբ դուք այդ հանձնաժողովի անդամ փաստերով ասեք հաջողություն դե ես ասում եմ վաղը եկեք ու կհասկանաք թե մենք ինչ հարցեր ենք քննարկում Ես այսօր ձեզ տեսել եմ ուզում եմ անձամբ ես էլ ձեզ պատասխանեցի ասում եմ աշխատում ենք հա ինչ եք անում աշխատում եք մեզ լրագրողներից Ռուզաննային Խաչատրյան ինձ լրագրող Քնամանյանից եկել եմ եւ ձեզ հետ խոսում եմ չէ մենք դասարավին դե լավ քարեք մենք հանդիպեցինք ես հիմա մեր համար ինչ եք արել մեր խնդիրը հունիսի 12-ից մենք բարձրացանք գրեք մեկ էլ կա ձեր դիմում ինչ գրենք ձեր աչքի առաջ մեզ նկատմամբ բռնություն ենք իրարում իրոք չեմ տեսել իրոք չեմ տեսել պետք է դիմեք մեզ մեկ էլ կպատասխանեն գրավոր կպատասխանեն իսկ հիմա դատապարտյալներին որ ծեծում են Տիկին Ղազարյանը դա ավելի ես այնտեղ եղել եմ եթե չեք եղել բայց մարդկանց հանցագործել են մարդկանց ծեծում են համաձայն եմ ցանկացած Տիկին անգամ գնում եք չեն դիմել Տիկին Ղազարյանը դուք պարտադիր ձեզ դիմեք այո րոպե պետք է դիմեն չէ պետք է ասեն չէ որ խնդիր կա Բայց եթե մամուլ չեք կարդում եմ բայց կներես միշտ չեն վստահում այն ամենին ինչ որ գված Պաշտոնապես տրվել է որ նաև բռնում